Ինձ երևի ամենահաճախ հարցերից, որ տալիս են, էդ էնա, թե ոնց եմ ես կարող ամեն օր նույն բաները ուտեմ ու չզզվեմ դրանից։ Ու ասեմ, որ ես ոչ միայն չեմ զզվում են դրանից, ինչ որ ես ուտում եմ ամեն օր, այլ ես ամեն օր շատ մեծ հաճույքով եմ ուտում այն նույն սնունդները, որոնք որ ես արդեն տարիներ շարունակ ուտում եմ։ Ու լիքը մարդ ասում է, օ, ես կյանքում այդպես չէի կարող, ինձ պետք է ամեն օր ինչ որ նոր բան ուտել, որովհետև իմ համար սնունդը էդի հաճույքի աղբյուր է, ու իմ համար էդի շատ տխուր կյանք կլիներ։ Բայց մարդիկ մի հատ պարզ ճշմարտություն չեն հասկանում, ու էդի էնա, որ գոյություն ունի սնունդի համային tolerance, որը որ ժամանակի ընթացքում աճում է կախված նրանից, թե դու ինչ ես ուտում։ Այսինքն ես ինչ նկատի ունեմ սրանով։ Ասած բոլորս էլ գիտենք նես մարդիկ, ովքեր օրինակ ոչ մի բանջարեղեն կամ ոչ մի միրգ չեն ուտում։ Ասենք նես մարդիկ, ովքեր ուտում են free, բայց չեն ուտում կարտոֆիլ, ովքեր ուտում են կետչուպ, բայց չեն սիրում պոմիդոր։ Ու այս մարդկանց խնդիրը այն է, որ իրանց այդ համային տոլերանտնեսը այդքան բարձր է, որ իրանց համար այն սնունդները, որոնք որ սովորական ամենօրյա սնունդներ են, ուղղակի համով չեն։ Ասենք եթե դու մշտապես ամեն օր ուտում ես ինչ-որ ինտենսիվ համեր ունեցող բաներ, լինի էդի fast food, chips, շոկոլադ, քաղցրավենիք, քո այս տոլերանտնեսը այդքան է բարձրանալու, որ ինչ-որ կետից սկսած քո համար արդեն այս հասարակ սնունդները ընդհանրապես համով չեն ընկալվելու։ Որովհետև քո համար այս ինտենսիվ համային զգացողությունները դառնում են քո նոր baseline-ը, դառնում է քո նոր նորման։ Ասենք դուք չեք պատկերացնում, fast food-ի ինդուստրիան էդի միլիարդավոր դոլարանոց ինդուստրիա է, որտեղ միլիոնավոր դոլարներ ներդրվում են նրա մեջ, որպեսզի ստեղծեն մաքսիմալ համով սնունդ։ Գոյություն ունեն գիտնականներ, ու միակ նպատակը այդ էնա, որ ստեղծեն մաքսիմալ համով սնունդ, որը ունի իդեալական տեքստուրա, իդեալական համ, իդեալական հոտ, որպեսզի դու մաքսիմալ շատ ես սնունդից ուտես ու չկշտանաս։ Ու համային տեսանկյունից այս սնունդը շատ ավելի ինտենսիվ համ ունի, քան հասարակ ամենօրյա սնունդը, հա, ինչ-որ միրգ, բանջարեղեն, միս եւ այլն։ Եթե դու սրան սովորես, եթե դու ամեն օր fast food ես ուտում, բնականաբար քո համար ինչ-որ չգիտեմ, հասարակ խաշած կարտոֆիլը համով չի լինելու։ Բայց ես իմ համային տոլերանտնեսը շատ ցածր եմ պահում, ու սրա շնորհիվ ես կնեմ ուտեմ խամ բրինձ ու աղացած տավարի միս, ու իմ համար էսի կարա 10 անգամ ավելի համով լինի, քան քո համար KFC-ն։